Ես հոգով շատ հարուստ մարդ եմ։ Երևանի նախկին քաղաքապետ, ազգային ժողովի նախկին պատգամավոր, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին եւ որդուն պատկանող մոնումենտի երկու առանձնատունը փորձագետը մոտ 8 միլիարդ դրամ է գնահատել։ Դատախազությունը այս երկու առանձնատունն ու եւս 34 գույք է պահանջում նախկին պաշտոնյայից։ Կանշարժ գույքերից թվով 11-ը գտնվում են Հյուսիսային պողոտայում, երկու տարածքներ են բռնագանձման ենթակա, որոնք Թամանյան փողոցում են գտնվում, ինչպես նաեւ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում գտնվող երկու հողամասեր եւ Արարատի մարզի Սիս համայնքում գտնվող մեկ հողամաս։ Բռնագանձման է ենթակա նաեւ թվով 1 շարժական գույք, մասնավորապես Mercedes-Benz S600 մեքենան։ Ընդ որում դատախազի խոսքով բոլոր գույքերի միջին շուկայական արժեքը 2022 թվականի դրությամբ գերազանցել է մոտ 10 միլիարդ 407 միլիոն դրամը։ Բռնագանձման է ենթակա նաեւ թվով 10 իրավաբանական անձանցու մասնակցության իրավունքը, թվով 8 հանձնված փոխառության չվերադարձված մասի պահանջի իրավունքը, խոսքը գնում է 1 միլիարդ 880 միլիոն դրամի մասին։ Դատախազությունը Բեգլարյանից ու ընտանիքի անդամներից պահանջում է նաև մոտ 4 միլիարդ 464 միլիոն դրամ։ Նախկին պաշտոնյայի ենթադրյալ ապօրինի գույքի գործով հայցը դատարանում է 2022 թվականից։ Դատարանն այս փուլում հետազոտում է 30 հատորից բաղկացած գործի ապացույցները։ Այն այս նիստին հետաձգվեց Սահմանադրական դատարանի ապրիլի 16-ի որոշման պատճառով։ Ըստ այդ որոշման բռնագանձման ենթակա է այն գույքը, որը պաշտոնյան ձեռք է բերել պաշտոնը ստանձնելուց հետո, նաև այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։ Գագիկ Բեգլարյանը բացի այս քաղաքացիական գործից անցնում է նաև քրեական գործով։ Մեղադրվում 2 միլիարդ 327 միլիոն դրամի 27 անշարժ գույք հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար։ Թաթև Խաչատրյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։